Տարեսկզբից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի չեղարկումը էական սթրես էր անշարժ գույքի շուկայի համար, ահազանգում են կառուցապատողները։ Հիմա ասում են այլընտրանքային մեթոդներ են մշակում, որ նախորդ տարիների շինարարական էական տեմպի ֆոնին նոր ռիսկերը կառավարելի դառնան։ Կառուցապատողները այժմ ներկայացնում են երկարաժամկետ փուլային վճարման պայմաններով վաճառքի առաջարկներ, մինչև 10% կանխավճարի վճարմամբ և 60-ից 70 ամսում փուլային վճարումներով պայմանագրի գնի վճարման առաջարկներ։ Մինչև կառուցապատողները նոր ռազմավարությամբ ելքեր են փնտրում, շուկայում գնանկում է նկատվում։ Կադաստրի կոմիտեի տվյալով 25-ի հունվարին Երևանում բազմաբնակարան շենքերում տան գինը նախորդ տարեվերջի համեմատ նվազել է 1,1%-ով, 1 քառակուսի մետրի հաշվարկով։ Գրիգորյանն ասում է, շուկայում նվազում կլինի, բայց 10%-ից ոչ ավելի։ Անշարժ գույքի ստեղծման ինքնարժեքը գնալով միայն ու միայն թանկանում է։ Մի կողմից պետության կողմից որդեգրված տուրքերի, վճարների, հարկահավաքության գործիքակազմերով պայմանավորված, մյուս կողմից մատակարար կազմակերպությունների գազի, ջրի, հոսանքի հետ կապված թանկացումները եւ մյուս կողմից էլ առհասարակ աշխատուժի եւ արտադրանքի թանկացումներով պայմանավորված, ապրանքների թանկացումներով պայմանավորված։ Այս գործոնները միասին ձևավորում են քաղաքաշինական ծրագրի ինքնարժեքը։ Ի տարբերություն մայրաքաղաքի տարեսկզբից տան գները բարձրացել են որոշ մարզերում։ Այստեղ դեռ գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը։ Հունվարին դեկտեմբերի համեմատ մարզերի քաղաքներում բնակարանները թանկացել են 0,9%-ով։ Ամենաշատը այս տարի բնակարան գնել են Կոտայքում։ Այդ մարզում վաճառքն ավելացել է 25%-ով։ Բնականաբար տեղյակ ենք բոլորս էլ, որ 27 թվականից մեծ Երևանային գոտիները եւս կդադարեցվի եկամտային հարկի հետ վերադարձի ծրագիրը եւ ըստ էության հիմա այն իրավիճակում են գտնում, որ Երևանի փաստացի սահմաններն են ընդլայնվում, իդեմս Երևանամերձ համայնքներում ակտիվ կառուցապատման։ Հեռավոր մարզերում այդպես էլ ակտիվություն նկատելի չեղավ, ինչու, որովհետև կառուցապատումը տնտեսության այն ճյուղն է, որտեղ ոչ թե առաջարկն է ձևավորում պահանջարկ, այլ լիովին հակառակը։ Պահանջարկն է ձևավորում առաջարկ։ Անշարժ գույքի շուկան եռում էր 2024-ի վերջին եռամսյակում, ասում է Գրիգորյանը։ Մարդիկ, որոնք նախատեսում էին գնել 2025-ին, պլանները տեղափոխեցին 24-ի վերջ, որպեսզի հասցնեն օգտվել եկամտահարկի վերադարձից։ Այսօր արդեն ոլորտում մարտահրավերները շատ են, ներդրում անող տնտեսվարողները ավելի երկար են մտածում՝ գնալ այդ քայլին, թե ոչ։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։